Դե ինչ շարունակվում է առավոտ լսոն սիրելի հեռուստադիտողներ, ճամփորդեցինք տեսանյութերի օգնությամբ, հիմա էլ առաջարկելու ենք ձեզ ճամփորդել, բայց ժամանակի ու տարածության մեջ, որովհետև ինչպես հաղորդման սկզբում նշեցինք, այս շաբաթ մայիսի 16-ը թանգարանների միջազգային օրն է և թանգարանային գիշերը սպասում է բոլորից։ Եվ մենք մեր հյուրերի հետ պարզելու ենք բոլոր մանրամասները այսօրվա և նաև գիշերվա մասին, սիրով ներկայացնենք մեր տաղավարում են Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պողոսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում և հետաքրքիր է այս տարի քանի թանգարան է միացել այս նախաձեռնությանը։ Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել հրավերի համար։ Այս տարի բացառիկ է, միացել է թանգարանային միջազգային օրվա և թանգարանային գիշեր միջոցառմանը արդեն 116 թանգարան Հայաստանի մարզերից և Երևան քաղաքից։ Ծրագիրը իդեպ հրապարակված է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջում և մեր սիրելի թանգարանասերներն ու արվեստասերները կարող են ծանոթանալ և բուռն և ակտիվ թանգարանային, այսպես ասեմ էլի, միջոցառումներին մասնակցել։ Մենք եթերից առաջ զրուցում էինք, որ այո թանգարաններ շատ հաճախ կարելի այցելել անկախ առիթների, բայց հենց այդ օրը, թանգարանների միջազգային օրը, կարծես միջավայրը այլ է և էլ ավելի է ոգևորում, ոգեշնչում մարդկանց, որպեսզի այցելեն թանգարան։ Ինչպիսին է այդ օրը լինելու Հովհաննես Թումանյանի թանգարանում։ Թումանյան թանգարանում ևս այդ օրը շատ ոգևորված են լինում և ոգևորությամբ ենք պատրաստվում։ Մենք այդ օրը սկսելու ենք աուտիզմի սինդրոմով երեխաների թատերախումբ ենք ստեղծել, ճամփորդներն են կոչում, թատերախմբի անունը ճամփորդներ, դա մեր և աուտիզմի հիմնադրամի ստեղծած Իմ ուղին կենտրոնի երեխաների համատեղ պրոյեկտն է և երեխաները ներկայացնելու են Կիկոսի մահը ներկայացումը։ Հաջորդիվ մենք կունենանք մի ուշագրավ գրքի շնորհանդես, դա ապրելու արվեստ Թումանյան գիրքն է, QR կոդերով գիրք գրքի մեջ, դրա մասին մի անգամ եմ առիթ ունեցել խոսել, ուղղակի թղթային տարբերակը պատրաստ չէ, դրա համար չեմ բերել, բայց անպայման ձեզ նվիրելու ենք, և դա մի Թումանյանը ամեն տեսանկյունով, Թումանյանը ֆիլմ արվեստում, Թումանյանը մուլտիպլիկացիայում, կերպարվեստում, գրաֆիկայում, ամենտեղ, և դա QR կոդերով երևում է զուգահեռ նաև տեքստեր։ Մեր ամենահետաքրքիր միջոցառումը այդ օրը իտալացի արվեստագետ Ֆիլիպպո Բիաջոլիի Թումանյանի հեքիաթների նկարազարդումների ցուցադրությունն է, որ կազմակերպելու ենք 18:00-ին, և Ֆիլիպպոյի հետ մեր կապը եղել է մի 10 տարի առաջ, մոտավոր թանգարանի հետ, երբ մենք առաջարկեցինք Ոսկե դարան հավելվածի համար Ֆիլիպպոն ընթերցին մեր իտալերենով Թումանյանի հեքիաթները, որոնք հիմա կան, հասանելի են iOS և Android համակարգերում, Ֆիլիպպոն սիրահարվեց Թումանյանի հեքիաթների վրա, ինքը էկլեկտիկ արվեստագետ է և արվեստի տեսանելի բոլոր տեսակներով զբաղվում է և նկարազարդել է նոր հետաքրքիր ոճով, անկաշկանդ ավանդական կանոններից հեռու, ուշագրավ և հրավիրում ենք նաև ձեզ։ Եվ այդ նկարներով նաև ստեղծել է, պատկերազարդումներով ստեղծել է նաև կատալոգ, որը հուսանք այսօր փոստային առաքմամբ կունենանք և դա ևս ցույց կտանք։ Շնորհակալություն, ամեն տարի թանգարանների միջազգային օրը ունենում է խորագիր և այս տարվա խորագիրն է թանգարանները միավորում են մասնատված աշխարհը, կարծես նաև ընդգծելու համար թանգարանների կարևոր և առանցքային դերը մեր կյանքում ու հետաքրքիր է վերջին տարիներին թանգարանների գործունեությունը օժանդակելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել։ Այո, խորագիրը շատ խոր իմաստ է հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները, պատերազմները, թանգարանները վերջին տասնամյակում ունեն ավելի շատ կամրջող դերակատարություն և թանգարանները առհասարակ աշխարհում թանգարանները չունեն սահմաններ։ Թանգարանները, ինչպես ասում են, դա համամիջազգային իրենք ցանց են և
տվյալ այս տարվա արդեն խորագիրը իսկ խոսում է թանգարանների բացառիկ դերը աշխարհքաղաքական այս գործընթացների համընթաց ու համատեքստում։ Եվ նշեմ, որ այս տարի հոբելյանական է նաև ուրեմն թանգարանների միջազգային խորհրդի համար 80-ամյակին ընթառաջ պիտի թևածի նաև այս թեման ամբողջ 80-ամյա Հոբելյանի շրջանակում։ Իհարկե, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, մշակած պետական քաղաքականության եւ իրացող պետական քաղաքականության համատեքստում պիտի նշենք, որ վերջին տարիներին 2023 թվականից վերականգնվել է 2009 թվականից դադար առած թանգարանային հավաքածուների համալրման գործընթացը եւ նշեմ, որ մի օրինակ բարձվերեմ 2025 թվականին ուրեմն 16 մեր թանգարանների հավաքածուն համալրվել է 16 մշակութային բացառիկ արժեքներով, դրանցից արդեն կարծում եմ, որ մեր հեռուստադիտողը արդեն ծանոթ կլինի, դրանցից հայտնիներից Աշիլ Գորկու անվերնագիր աշխատանքի հայրենադարձությունը դրա ուրեմն դա գնեց Սոթբիս աճուրդային տանից դա գնվեց եւ հանձնվեց ուրեմն Հայաստանի ազգային պատկերասրահին, Միջնադարյան 12-րդ դարի եկեղեցու դուռը, որ եւս ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում եւ որը որ իդեպ կառավարության պահուստային ֆոնդի գումարներով դա ձեռք բերեցինք ու նաեւ շատ կարեւոր է Սարգիս Շնորհալու ձեռագիրը, որը եւս ավստրիական ձեռագրերով զբաղվող մի ընկերությունից գնվեց եւ կարծում եմ, որ մշակութային արժեքների, հայկական ցակման մշակութային արժեքների հայրենադարձության այս նոր թափ ստացած ձեռնարկը կշարունակվի նաև առաջիկայում։ Եվ ընդհանուր թվով, եթե 2023 թվականից նշեմ, մոտավորապես գնվել է 39 եւ գնվել ու վերադարձրել է մեր հայրենիք, նաեւ մեր Հայաստանում անհատ կոլեկցիոներների կամ հայրենասեր մարդկանց մոտ գտնվող արժեքներից 39 արդեն դրանցից 39 արդեն համալրված է մեր ուրեմն թանգարանային պահոցներում։ Բայց մի կարևոր ուրեմն նախաձեռնության մասին էլ կցանկանայի տեղեկացնել ընդառաջ թանգարանների միջազգային օրվա, ուրեմն խիստ կարևորվում է եւ ցանկանում ենք ավելի բարձրացնել պետական թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորումը եւ նրանց, այսպես ասենք, էլի աշխատանքի մասնագիտական աճի ապահովումը, որը որ ներկա մշակվել է եւ շուտով արդեն կհրապարակվի թանգարանային աշխատողների ատեստավորման կարգը, ատեստավորված թանգարանային աշխատակիցները նաեւ ունենալու են տարվա կտրվածքով ամեն ամիս հավելավճարներ, որը որ կարծում եմ նաեւ սոցիալական բաղադրիչը կարեւոր կլինի նրանց աշխատանքի եւ արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալություն եւ հասցնենք խոսել նաեւ Թումանյանի թանգարանում սպասվող միջոցառման մասին մայիսի 18-ին, որովհետեւ այո շնորհանդես ենք ունենալու։ Այո, ուրեմն ընդհանրապես թանգարանային գործունեությունը մի քանի մասի է բաժանվում, տեխնոլոգիական արդեն, գիտական, կրթական, մշակութային եւ գիտական գործերի մեջ է մեր Թումանյանի երկերի հատորների վերահրատարակումները։ Եվ երկուշաբթի մենք կունենանք թանգարանների միջազգային օրը ԵԼԺ-ի 6-րդ հատորի շնորհանդեսը, որը ներառում է, այո, Թումանյանի, Հովհաննես Թումանյանի 1887-ից 1912 թվականներն ընկած հրապարակում հոդվածների, առաջնորդողների վերամշակված նյութերի տարբերակը։ Եվ մուտքը ազատ է եւ թանգարանների գիշերը եւ միջազգային օրը։ Եվ միջազգային օրը, այո։ Հրաշալի հնարավորություններ են։ Իսկապես շատ մեծ հնարավորություններ են ընձեռնում եւ սա հիանալի է, որ ոչ միայն մայրաքաղաքում է կենտրոնացած, այլ նաեւ Հայաստանի բոլոր մարզերից թանգարանները միանում են այսօրվան եւ կարողանում են իրենց քաղաքը, համայնքը ել ավելի ակտիվ դարձնել հենց թանգարանների շնորհիվ ու կարելի է ասել, որ կոտրում ենք այն կարծրատիպը, թե ասում են թանգարանները հնացել են իրենց մոդելով, այլևս մարդկանց հետաքրքիր չէ, որովհետեւ ամեն ինչ կարող են գտնել մեկ հպման շնորհիվ, բայց արի ուտես,
որ շատ շատերին ճանապարհը տանում է հենց թանգարան մոտիվացիա գտնելու, ճամփորդելու եւ բացահայտելու համար ու շնորհակալ ենք նաեւ ձեզ, ձեր գործընկերներին, որովհետեւ այդ աշխատանքը թվում է թե շատ հեշտ է, բայց իսկապես ստեղծագործական աշխատանք է իրենց ենթադրում, բավականին բարդ ու ժամանակատար եւ թանգարանների օրվան ընթառաջ շնորհավորում ենք բոլորիդ եւ թող յուրաքանչյուր հաջորդ տարի այն թվերը, որ նշեցիք, ավելանան ու ավելանան։ Շնորհակալություն։ Եվ հայրենադարձվող մշակութային արժեքների Այո, թիվը շատ շնորհակալ ենք անչափ, իսկ մենք շարժվում ենք առաջ։